Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհ հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղությունից գրեթե 3 ամիս անց դեռևս օդում է հարցը Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահի, մաքսավորի կամ ոստիկանի երես տեսնելու են։ Հիշենք, այս ձևակերպումը Ալիևինն էր նախքան օգոստոսի 8-ի գագաթնաժողովն էր ասել, թե ադրբեջանցիները հայերի երես պետք է չտեսնեն, մեջբերում ֆիզիկական շփում պետք է չլինի, երաշխավորված անվտանգության միջոցներ պիտի լինեն, որպեսզի ժողովուրդը եւ բեռները ազատ անցնեն, մեջբերման վերջը։ Եվ այս հայտարարությունից 18 օր անց Փաշինյանի ու Թրամփի հետ ստորագրություն թողեցին ամերիկյան հռչակագրի տակ, որի երրորդ կետով էլ Ադրբեջանի համար առանձնացրել էին անխոչնդոտ ճանապարհ, Հայաստանի դեպքում փոխադարձ առավելություններով ձևակերպումները։ Հիմա խաղաղության նախակնքումից միայն 87 օր հետո մեր երկրի խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը թեպետ ասում է, մաքսային ու սահմանային կարգավորման հարցերը դեռևս պետք է բանակցվեն, այնուամենայնիվ նաև ընդգծում է անխոչնդոտ չի նշանակում, որ Հայաստանը բեռներ ու փաստաթղթեր չի ստուգելու։ Անխոչնդոտ բառի բազմազան մեկնաբանություններ կան, բայց դրա ամբողջ տրամաբանությունն այն է, որ Հայաստանը չի ստեղծելու որևէ խոչընդոտ, արհեստական խոչընդոտ Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման համար։ Անխոչընդոտ չի նշանակում, որ Հայաստանը չի ստուգելու բեռները, չի ստուգելու փաստաթղթերը եւ այլն։ Դա դրա մասին չէ։ Խանդարյանը հիմնավորում է խոսքը հղում անելով միևնույն պարբերության այն հատվածին, որտեղ էլ գրված է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իր ձևակերպմամբ հատկապես իրավազորության մասին։ Ուստի պնդում է, սա նշանակում է, թե հայկական վերաբերելի բոլոր օրենքները գործելու են Ադրբեջանից Նախիջևան անցման ժամանակ։ Փորձագիտական դաշտում, սակայն, մտահոգություններն այսպիսով չեն փարատվում։ Միջազգայնագետի հարցն է, իսկ ասենք հայ ոստիկանը օրինական կարող է ադրբեջանական մեքենան կանգնեցնել, ստուգելու փաստաթղթերը եւ օրինակ մեքենայի պարունակությունը, ասում է արհեստական խոչընդոտ սա չի կարող համարվել, բայց արդյոք տեղավորվում է նույն իրավազորության տրամաբանության մեջ, այլ օրինակել է բերում։ 10-14 մեքենա քաղաքացիականներ նստած ադրբեջանցիներ անձնագրային տվյալներով ուզում են հատել Հայաստանի սահմանը, հատում են եւ ճանապարհի կեսին, ինչպես Շուշիի ճանապարհն են փակում, ինչ որ ակցիա են իրականացնում։ Թեկուզ խաղաղ ակցիա, բայց այդ ինֆրաստրուկտուրայի ամբողջ երթևեկությունը կանգնում է, խաթարվում է բնական խոսքը, առաջանում են խնդիրներ ու այս պարագայում օրինակ հայկական կողմը ինչ գործիքակազմում մեխանիզմներ ունի նման իրավիճակներում գործելու։ Հայաստանի տարածքով անցնելիս խոչընդոտներ չունեն մեր երկու հարևաններն էլ Վրաստանն ու Իրանը, բայց նրանց հետ այս պայմանը հատուկ որևէ տեղ չենք ձևակերպել, ներքևում ստորագրություններ չենք թողել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ երկու երկրների հետ նաև կոնֆլիկտ չենք ունեցել։ Միջազգայնագետին ժամը հարցնում է, այսինքն եթե կոնֆլիկտը հաղթահարում են, պայմանագրերի մեջ անպայման առանձնացնում են անխոչնդոտ բառը, մասնագետի պնդումն է աննախադեպ իրավիճակ է։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա չեք գետ մեկ պետություն, որը իր հարևան երկրի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո, եթե հայտարարի են եկել, խաղաղություն է հաստատվել, ճանապարհները տրամադրելիս հատուկ ինչ-որ կետ նշեն իրենց ներպետական օրենսդրության մեջ կամ պայմանագրային ձևաչափով, որ իրենք անխոչնդոտ ճանապարհ են տրամադրելու։ Սյունիքի թրիփից Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղուց ի դեպ էական նորություններ չկան։ Մարզերի հետ աշխատանքին էլ չեն հասել, դեռևս միայն քննարկումներ են Երևանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական,